ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ Գլխավոր խնդիրն այն է, որ նրանք պարզապես չեն ցանկանում կանգ առնել Ուկրաինայի հակամարտության մեջ։ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե որն է հիմնական պատճառը, թե ինչու իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոր հանդիպում դեռևս չի կայացել։ Օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը եւ Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Երկու առաջնորդներն էլ դրական են գնահատել հանդիպումը։ Գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը եւ ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Պուտինը նախկինում մի քանի անգամ ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները։ Ռուս-ամերիկյան գագաթնաժողովը Բուդապեշտում կկայանա, երբ պայմանները հարմար լինեն, սակայն դեռևս ոչ ոք չի կարող ճշգրիտ ամսաթիվ նշել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպումը մնում է օրակարգում։ Այն կկայանա, երբ պայմանները հարմար լինեն։ Այս պահին ոչ ոք չի կարող ճշգրիտ ամսաթիվ նշել, ասել է վարչապետը հունգարացի լրագրողների համար M1 հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսում։ Մեկ օր առաջ նա հայտարարել էր, որ իր կարծիքով Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները դեռ 1 կամ 2 հարց ունեն լուծելու Պուտինի եւ Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնության գալու համար։ Եվրոպայում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը մնում է անփոփոխ, չնայած Ռումինիայից ամերիկյան զորքերի մի մասի վերջերս դուրս բերմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման սկզբում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Մենք փոփոխություններ ենք կատարում, մենք տեղափոխում ենք զորքերը, այնուամենայնիվ մենք խոսում ենք նույն թվերի մասին։ Դրանք անփոփոխ են մնում, ասել է ամերիկացի առաջնորդը, մեկնաբանելով Ռումինիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Իր հերթին ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեքսեթը վստահեցրել է, որ չկա ոչինչ, որը չի համաձայնեցվել Սպիտակ տան հետ։ ԱՄՆ ներկայացուցիչները չեն մասնակցի այս ամսվա վերջին Յոհաննեսբուրգում կայանալիք 20-յակի խմբի G20 գագաթնաժողովին, որը կգլխավորի Հարավային Աֆրիկան Truth Social-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետության գագաթնաժողովը անվանել է ամոթալի, ուշադրություն հրավիրելով սպիտակամորթների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վրա։ ԱՄՆ կառավարության ոչ մի ներկայացուցիչ այնտեղ չի գնա, քանի դեռ շարունակվում է մարդու իրավունքների այս խախտումները։ Ես անհամբեր սպասում եմ 2026 թվականին Մայամիում Ֆլորիդա կայանալիք G20-ի անցկացմանը, գրել է ԱՄՆ նախագահը նոյեմբերի 7-ին։ Սեպտեմբերի սկզբին Թրամփը հայտարարեց, որ բաց կթողնի նոյեմբերի 22-ից 23-ը Հարավային Աֆրիկայում նախատեսված G20 գագաթնաժողովը։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել էր, որ գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ J.D. Vance-ը։ Մայիսին Վաշինգտոնում կայացած անձնական հանդիպման ժամանակ Թրամփը փաստացի վիճաբանեց Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ, հայտարարելով, որ խնդիրը պետք է լուծվի։ Հակառակ դեպքում ԱՄՆ նախագահը կարծում է, որ դա կլինի երկրի վերջը, այսինքն Հարավային Աֆրիկայի։ Մեքսիկայում Իրանի դեսպանատունը հերքել է այն տեղեկությունները իրանական հետախուզական ծառայությունները իբրև մահափորձ են պլանավորում երկրում Իսրայելի դեսպանի դեմ, որակելով դրանք որպես սուտ։ Մեքսիկայում Իսրայելի ռեժիմի դեսպանի դեմ ենթադրյալ իրանական մահափորձի մեղադրանքները լրատվամիջոցների հորինվածքն են։ Մեծ սուտ, որի նպատակն է վնասել մեր երկրների Մեքսիկայի եւ Իրանի միջև բարեկամական եւ պատմական հարաբերություններին։ Մենք կտրականապես մերժում ենք նման հայտարարությունները։ X-ում հայտարարել է դիվանագիտական առաքելությունը։ Դիվանագիտական առաքելությունը շեշտել է, որ Իրանն ու Մեքսիկան ունեն համընկնող շահեր եւ որ Մեքսիկայի անվտանգությունն ու հեղինակությունը նաեւ Իրանի անվտանգությունն ու հեղինակությունն են։ Մենք երբեք չենք դավաճանի այն վստահությունը, որը Մեքսիկայի կառավարությունը ցուցաբերել է մեր նկատմամբ, հավելել է դիվանագիտական առաքելությունը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը մեղադրել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը նվաստացնելու մեջ։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, պարոն նախագահ, դուք աշխատում եք մեզ համար, այլ ոչ թե մենք ձեզ համար։ Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միայն միլիարդատերերի եւ միլիոնատերերի։ Ես զայրացած եմ, սա ժողովրդավարություն է, ժողովրդավարության մեջ թագավորներ չկան, եւ ձեր գործողությունները մեզ համար որպես երկիր ամոթ են, ասել է Բայդենը նոյեմբերի 7-ին Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ։ Ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը համեմատել է Սպիտակ տան արևելյան թևի վերջերս տեղի ունեցած
քվեարկանդումը Թրամփի ամբողջ երկրի նկատմամբ ունեցած մոտեցման հետ։ Տեսել եք, թե ինչ արեց նա Սպիտակ տան արևելյան թևի հետ։ Սա նրա նախագահության մեծ խորհրդանիշն է, ասել է նա։ Նա կարծում է, որ Թրամփը նույնն է անում Սահմանադրության, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հետ։